Բարի գալուստ մեր ալիք, ողջունում ենք ձեզ մեր ալիքում և առաջարկում բաժանորդագրվել, որպեսզի չկորցնեք ամենակարևորի մասին առաջինը տեղեկացված լինելու հնարավորությունը։ Եթե ամեն երեկո քնելուց առաջ ուտեք մեկ գդալ մեղր, ձեր օրգանիզմում կսկսվեն այնպիսի փոփոխություններ, որոնք առաջին հայացքից անտեսանելի են, բայց ժամանակի ընթացքում զգալիորեն բարելավում են առողջությունն ու ինքնազգացողությունը։ Մեղրը միայն քաղցր ու հաճելի սնունդ չէ, դա բնության ամենահին և ամենաարդյունավետ դեղամիջոցներից է, որն իր մեջ միավորում է ավելի քան 300 կենսաբանորեն ակտիվ նյութեր, վիտամիններ, ամինաթթուներ, ֆերմենտներ, հանքանյութեր, հակաօքսիդանտներ և բնական հակաբակտերիալ միացություններ։ Ինչ տեղի կունենա մեր օրգանիզմում, եթե յուրաքանչյուր երեկո քնելուց առաջ ուտենք ընդամենը մեկ գդալ մեղր։ Քունը կդառնա խորքային և հանգիստ։ Մեղրի մեջ առկա բնական գլյուկոզան ու ֆրուկտոզան օգնում են, որ լյարդը վերականգնի գլիկոգենի պաշարները գիշերվա ընթացքում։ Սա ուղեղին ասում է, որ էներգիայի պակաս չի լինի և այն հանգստանում է, թույլ տալով մարմնին անցնել խորքային քնի փուլ, արդյունքը՝ արագ քուն մտնել, գիշերային արթնացումները նվազել, ավելի թարմ արթնանալ և, իհարկե, նյարդային համակարգը հավասարակշռել։ Մեղրը մաքրում է օրգանիզմը և պայքարում բորբոքումների դեմ։ Մեղրը հարուստ է ֆերմենտներով ու հակաօքսիդանտներով։ Դրանք պաշտպանում են բջիջները օքսիդատիվ սթրեսից, նվազեցնում են բորբոքային պրոցեսները և աջակցում իմունային համակարգին։ Օգուտները՝ աղեստամոքսային տրակտի առողջացում, լորձաթաղանթի վերականգնում, արյան մաքրում և, իհարկե, մաշկի բարելավում։ Այն աջակցում է սրտի առողջությանը։ Մեղրի հակաօքսիդանտները, հատկապես ֆլավոնոիդները, նպաստում են անոթների ճկունությանը, նվազեցնում վատ խոլեստերինը և բարելավում արյան հոսքը։ Կարող է նպաստել արյան ճնշման կարգավորմանը, թրոմբների առաջացման ռիսկի նվազմանը, սրտամկանի ուժեղացմանը։ Մեղրը տալիս է էներգիա, բայց չի ծանրաբեռնում օրգանիզմը։ Մեղրի բնական շաքարները օրգանիզմը շատ արագ են հագեցնում էներգիայով, առանց արյան շաքարը կտրուկ բարձրացնելու, բացառությամբ որոշ դեպքերի, որոնց մասին կխոսենք հակացուցումների բաժնում։ Գիշերը մեղրի ընդունումը վերականգնում է ուժերը, աջակցում է լյարդի աշխատանքին, կարգավորում է նյութափոխանակությունը։ Մեղրը ուժեղացնում է իմունիտետը։ Մեղրն ունի բնական հակաբակտերիալ և հակավիրուսային հատկություններ։ Այն գործում է որպես բնական վահան, հատկապես սառը եղանակին։ Այն օգնում է կոկորդի ցավի դեպքում, հազի մեղմացման մեջ, վիրուսային ինֆեկցիաների կանխարգելման գործում։ Մեղրը բարելավում է աղիքի միկրոֆլորան։ Մեղրը գործում է որպես պրոբիոտիկ, կերակրելով օգտակար բակտերիաներին, և արդյունքը լինում է այն, որ բարձրացնում է իմունիտետը, կարգավորում է մարսողությունը, նվազեցնում փքվածությունը և լավացնում է հիշողությունն ու ուղեղի աշխատանքը։ Մեղրի հակաօքսիդանտները պաշտպանում են ուղեղի բջիջները, իսկ գլյուկոզան ապահովում է ուղեղի համար անհրաժեշտ սնունդը, հատկապես գիշերվա ընթացքում։ Եվ այսպես, եթե ամփոփելու լինենք մեղրի օգտակար հատկությունները, այն ունի հակաբակտերիալ ազդեցություն, հակաօքսիդանտ պաշտպանություն, հակաբորբոքային ազդեցություն, տալիս է էներգիա և ուժ, բարելավում է մաշկի ու մազերի վիճակը, բարձրացնում օրգանիզմի ընդհանուր տոնուսը, աջակցում լյարդի աշխատանքին և, իհարկե, բնական հանգստացողն է։ Բայց շատ կարևոր է իմանալ, որ մեղրը ունի նաև հակացուցումներ։ Չնայած մեղրի բազմակողմանի օգուտներին, այն բոլորին չի, որ խորհուրդ է տրվում։ Մեղրը կարող է առաջացնել ալերգիկ ռեակցիա, քոր, ցան, այտուց, շնչառության դժվարացում։ Սարսափելի կարևոր է իմանալ, որ երեխաները մինչև 1 տարեկան չի կարելի մեղր օգտագործել։ Կա նաև բոտուլիզմի վտանգ։ Շաքարային դիաբետ ունեցողները պետք է շատ զգուշությամբ օգտագործեն։ Թույլատրելի է միայն բժշկի խորհրդով։ Չափը պետք է շատ փոքր լինի։ Մարսողական որոշ հիվանդությունների ժամանակ պետք է նրա քանակությունը սահմանափակել, օրինակ՝ գաստրիտի սրացում, խոց, ենթաստամոքսային գեղձի բորբոքում։ Չափից շատ մեղրի օգտագործումը վնասակար է։
օրական 1-2 ճաշի գտալը բավական է մեծահասակների համար։ Ինչպես ճիշտ օգտագործել մեղրը քնելուց առաջ։ Վերցրեք 1 կամ 2 թեյի գտալ բնական մեղր, ընդունեք քիչ կամ լուծեք գոլ ջրի մեջ։ Խմեք քնելուց 20-30 րոպե առաջ։ Ցանկալի է չխառնել եռացած ջրի հետ, քանի որ բարձր ջերմաստիճանը ոչնչացնում է մեղրի օգտակար ֆերմենտների մի մասը։ Եվ վերջապես, եթե ամեն օր քնելուց առաջ օգտագործեք 1 գտալ մեղր, ձեր օրգանիզմը կստանա բնական աջակցություն քունը խորացնելու, իմունիտետը ուժեղացնելու, բորբոքումները նվազեցնելու և մարմինը էներգիայով լցնելու համար։ Մեղրը բնության այն հազվագյուտ նվերներից է, որը միաժամանակ համեղ է, բուժիչ և անվտանգ, իհարկե, ճիշտ օգտագործման դեպքում։ Հայաստանի մի փոքրիկ գյուղում ապրում էր մի տարեց մեղվաբույծ՝ Տեր Վահանը։ Գյուղում նրան բոլորը ճանաչում էին։ Գիտեին, որ նա ունակ էր մեղուների հետ խոսելու։ Նրան շրջապատում էին, նստում նրա ձեռքին, երբեմն նույնիսկ դեմքին, բայց մեղուները նրան երբեք չէին խայթում։ Տեր Վահանը մեղրին վերաբերվում էր ոչ թե որպես սնունդ, այլ որպես կենդանի էություն։ Նա ասում էր. «Մեղրը արևի լեզուն է, այնտեղ պահված է ամբողջ ամառվա ուժը»։ Գյուղում բոլորը գիտեին, որ Տեր Վահանի մեղրը ուրիշների նման չէ, այն ոսկեգույն էր, խիտ ու անուշ, և ամեն գտալը կարծես լցված էր լույսով։ Մարդիկ հաճախ գալիս էին քաղաքներից ու նույնիսկ արտասահմանից նրանից մեղր գնելու համար։ Մի օր գյուղ եկավ մի երիտասարդ, անունը Արեգ։ Նա հոգնած էր, գունատ, անքուն, կարծես վերջերս շատ ծանր բաներ էր տարել։ Գյուղում ասում էին, որ Արեգը կորցրել էր իր հորը և երկար ժամանակ չէր կարողանում դուրս գալ այդ ցավից, նույնիսկ քնել չէր կարողանում, ամեն գիշեր արթնանում էր ծանր մտքերից։ Արեգը լսել էր, որ Տեր Վահանի մեղրը հոգու փրկություն է, և հենց այդ պատճառով էլ որոշել էր գյուղ գալ։ Տեր Վահանը նրան ընդունեց իր սրահում, որտեղ դրված էին տասնյակ ապակե բանկաներ լցված տարբեր տեսակների մեղրով։ Վարպետը նրան երկար նայեց, կարծես մարդուն չէ, այլ նրա հոգու գույնին և ասաց. «Դու քո հոգին չես լսում, որդիս, արևին թող, որ բուժի քեզ»։ Եվ նրան տվեց մի փոքրիկ, բայց շատ հին տեսք ունեցող մի բանկա մեղր։ «Էս մեղրը հատուկ է, խմիր ամեն գիշեր քնելուց առաջ 1 գտալ ու ամեն անգամ երբ ուտես, մի բան ասա քո ներսում. ես թողնում եմ այն, ինչ ինձ այլևս չի պատկանում»։ Արեգը վերցրեց մեղրը, բայց չհարցրեց ինչու հատուկ կամ ինչ է իր մեջ պարունակում։ Վարպետը միայն ժպտաց. «Մեղուները գիտեն, որդիս, մեղուները միշտ գիտեն, թե ում ինչ է պետք»։ Այդ գիշեր Արեգը հյուրատանը բացեց բանկան։ Մեղրն անասելի հոտ ուներ, ինչ-որ տեղ լեռնային ծաղիկների, ինչ-որ տեղ արևի տաքության, ինչ-որ տեղ էլ հողի թարմ բույր։ Նա թաթախեց գդալն ու ճաշակեց։ Այդ գիշեր Արեգն առաջին անգամ ամիսներ անց խորը քուն մտավ։ Առավոտյան արթնացավ այնպես, ինչպես վաղուց չէր արթնացել, թեթևորեն, կարծես ամբողջ մարմինը հանգստացած էր։ Ամեն գիշեր նա շարունակում էր ուտել այդ 1 գտալ մեղրը և ամեն անգամ կրկնում էր Տեր Վահանի խոսքերը։ Արեգը զգաց, որ ծանրությունը, որ տարիներ շարունակ ուսերին էր կրում, սկսեց դանդաղորեն թուլանալ։ Նրա մեջ հայտնվեց խաղաղություն, ուժ, ինչ-որ ներքին լույս։ Մի օր նա գնաց Տեր Վահանի մոտ։ «Վարպետ», ասաց նա, «ձեր մեղրը բուժեց ինձ, ի՞նչ էր դա, ինչու այլ մեղրերի նման չէր»։ Տեր Վահանը ժպտաց իր մորուքի տակ և ասաց. «Էդ մեղրը ես չեմ պատրաստել, էդ մեղրը պատրաստել են մեղուներն այն ժամանակ, երբ իմ կինը հիվանդ էր։ Այդ մեղվի ընտանիքն ապրում է իմ տան տանիքի տակ, հենց այն ծառի մոտ, որտեղ կինս նստում էր ամռանը։ Բայց երբ նա գնաց, մեղուները սկսեցին այլ մեղր տալ, ավելի խորը, ավելի արևոտ, ավելի բուժիչ։ Դա նրա հիշողությունն է, որդիս։ Մարդու սերն ու ցավը երբեմն մեղրի մեջ են անցնում»։ Արեգը երկար ժամանակ չկարողացավ խոսել։ Նա հասկացավ, որ մեղրը պարզապես ուտելիք չէ, այն կրում է հիշողություններ, լույս և մարդկանց հոգու մասերը։ Դրանից հետո Արեգը թողեց իր վիշտը հենց այդ գյուղում, մեղրամիզ բույրով լցված օդում, իսկ Տեր Վահանը միշտ ասում էր. «Ով մեղրի հետ լավ է վարվում, սիրտն էլ է քաղցրանում»։